Ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում մեծ տարածում են ստանում Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, նաև էպիլեպսիան։ Գիտության զարգացմանը զուգահեռ ներդրվում են նոր մեթոդներ նշված նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման, նաև բուժման համար։ Ամեն տարի մարտին գլխուղեղի հիվանդությունների իրազեկման շաբաթվա ընթացքում աշխարհը բարձրաձայնում է այդ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Գլխուղեղի աշխատանքը պայմանավորում են մոտ 90 միլիարդ նեյրոններ, որոնց միջև առկա են գրեթե 100 միլիարդ նեյրոնային կապեր, եւ դա ապահովում է գլխուղեղի բազմաֆունկցիոնալ աշխատանքը։ Մեր երկրում 65-ից բարձր տարիքի բնակիչների գրեթե 1%-ը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ։ Նշում է բժիշկը, ընդգծելով, որ Հայաստանում արդեն 2 տարի կատարվում է գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա, եւ այլ երկիր մեկնելու անհրաժեշտություն բուժառուները չունեն։ Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կամ DBS-ը, Deep Brain Stimulation, իրականացվում է Պարկինսոնի հիվանդության, դիստոնիայի որոշ տեսակների, էսենցիալ դողի եւ վերջին հետազոտություններով նաեւ էպիլեպսիայի որոշ տեսակների եւ նաեւ օբսեսիվ կոմպուլսիվ համախտանիշի դեպքում։ Խորանիստ ստիմուլյացիան մինիմալ ինվազիվ միջամտություն է։ Նեյրոստիմուլյատորը տեղադրվում է համապատասխան խորանիստ հյուսվածքներում եւ այդ մշտական ստիմուլյացիայի արդյունքում այդ պաթոլոգիկ ակտիվությունը համապատասխան կենտրոնների ընկճվում է։ Բժշկի խոսքով ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ գիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս կատարել տարբեր վիրահատություններ առանց այդ կարևոր օրգանին գլխուղեղին վնաս հասցնելու։ Վիրահատությունները Պարկինսոնի հիվանդության ժամանակ բնականաբար կարող են էապես փոխել հիվանդի ապրելակերպը, հիվանդի կյանքի որակը, կան հիվանդներ, որոնք ամիսներով գանված էին անկողնում, ունեին մշտական խնամքի կարիք, բայց վիրահատական միջամտությունից հետո իրենք փոխել են իրենց ապրելակերպը, իրենք բավական ակտիվ են, մեքենա են վարում, ճամփորդում են, անգամ իրենց խնամքի տակ երեխաներ ունեն։ Վերջույթների անկանոն շարժումներ, մատների դող, քալքի դանդաղում, հավասարակշռության խանգարում, երբեմն նաև մեջքի ցավեր։ Պարկինսոնի հիվանդության հիմնական գանգատներն են։ Մասնագետների հորդորն է չուշացնել հետազոտվելու որոշումը։ Նարեկ Ոսկանյան, Էդմոնդ Հակոբյան, լուրեր։